Այս աղոթքի մեջ Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետը խոսում է Սուրբ Երրորդության երրորդ տանձի Սուրբ Հոգի Աստծո մասին, ասելով. Հոգի Աստուծո Աստված ճշմարիտ, որ իջար Հորդանան և Վերնատուն և լուսավորեցիր ինձ Սուրբ Ավազանի մկրտությամբ։ Այս անգամ Շնորհալին անդրադառնում է Սուրբ Հոգի Աստծո գործունեությանը, թե ինչպես Հորդանան գետում Քրիստոսի մկրտության ժամանակ աղավնակերպ իջավ Քրիստոսի վրա, իսկ նրա համբարձումից հետո արդեն հրեղեն լեզուների տեսքով բազմեց Սուրբ առաքյալների վրա։ Խոսենք մկրտության մասին։ Ինչպես որ Քրիստոսի կյանքում մկրտությունը ամենակարևոր իրողությունն էր, որովհետև այդ պահից սկսած նա իրեն ողջ մարդկության առաջ բացահայտեց որպես Աստված և սկսեց իր առաքելությունը, այդպես էլ յուրաքանչյուրիս համար մկրտությունը մեր կյանքի ամենակարևոր իրողությունն է։ Այդ պահից սկսած մենք մեր ուսերի վրա ենք վերցնում Քրիստոսի պատվիրաններով ապրելու պատասխանատվությունը։ Առանց մկրտության մենք չենք կարող Աստծո որդեգիրը դառնալ և արժանանալ Աստծո արքայությանը։ Մկրտությունը անչափ կարևոր է։ Երբեմն եկեղեցուն քննադատում են ասելով, թե ինչու է եկեղեցին մարդկանց մկրտում փոքր տարիքում, պատճառաբանելով, որ մարդը պետք է մեծանա, հասնի գիտակից տարիքի և այդ ժամանակ միայն մկրտվի, և բերում են Քրիստոսի օրինակը։ Պետք է ասել, պատահական չէ, որ եկեղեցին սահմանել է, որ մարդը մկրտվի 8 օրականում կամ եթե այդ ժամանակ չի լինում, գոնե 40 օրականում, որովհետև ոչ ոք մահվանից ապահովագրված չէ, և Աստված մի արասցե կարող է այնպես պատահել, որ երեխան վաղ տարիքում մահանա։ Այդպիսի դեպքերը բազմաթիվ են մեր կյանքում, երբ երեխան գիտակից տարիքին չհասնելով մահանում է։ Այս ձևով ծնողները հայտնվում են շատ ծանր հոգեվիճակում և պարզապես բառեր չես գտնում նրանց սփոփելու կամ մխիթարելու համար։ Ոչ կարող ենք ասել, որ տվյալ երեխան դրախտում է, որովհետև կա Քրիստոսի խոսքը, որն ասում է, որ եթե մարդը չմկրտվի ջրով ու հոգով, չի կարող մտնել Աստծո արքայություն։ Ոչ էլ կարող ենք ասել, որ դրախտում չէ, որովհետև չգիտենք, թե Աստված ինչպես կվերաբերվի այդ երեխային։ Ամեն դեպքում չգիտենք և ոչինչ չենք կարող ասել։ Այդ պատճառով այս ամենից խուսափելու համար եկեղեցին հորդորում է, որ երեխային շուտ մկրտեն։ Այս առումով մեծ է ծնողների պատասխանատվությունը և նրանք պետք է շատ ուշադիր լինեն այս հարցի նկատմամբ։ Վերնատան մեջ Սուրբ Հոգին հրեղեն լեզուների տեսքով իջավ առաքյալների վրա, որպեսզի նրանք Քրիստոսի մասին կարողանային խոսել այլազգի մարդկանց հետ, և Աստծո ավետարանը տարածվեր ամբողջ աշխարհում։ Իսկ աղանդավորների լեզվախոսություն կոչվածը խաբեություն է և ոչ մի առնչություն չունի Սուրբ Հոգու հետ։ Մեղա երկնքի և քո առաջ, մաքրիր ինձ վերստին քո աստվածային հրով, ինչպես հրեղեն լեզուներով Սուրբ առաքյալներին։
Մաքրող հատկություն ունի ոչ միայն ջուրը, այլև հորը։ Հրի մաքրող հատկության մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար բերենք ոսկու օրինակը։ Ինչպես գիտենք, ոսկին բնության մեջ պատրաստի վիճակում չկա։ Այն անմշակ վիճակում լոկ հանքաքար է, եւ որպեսզի ոսկի ստանանք, մենք այդ հանքաքարը պետք է մտցնենք կրակի մեջ, որտեղ այն կվառվի, նրանից կտարանջատվեն բոլոր ավելորդ նյութերը եւ կմնա միայն մաքուր ոսկին։ Մարդն էլ երբ ծնվում է, նման է հանքաքարի, որի մեջ ավելորդ շատ նյութեր կան, այսինքն մեղքեր։ Կյանքի ընթացքում, երբ մարդն անցնում է տարբեր փորձություններով ու նեղություններով, այդ ավելորդ նյութերը մարդու միջից դուրս են գալիս եւ մնում է միայն այն մաքուր մարդը, որին Աստված ուզում է տեսնել։ Պատահական չէ, որ լավ հոգի ունեցող մարդուն ասում ենք ոսկի մարդ։ Այս նախադասության մեջ վերստին բառը մեզ հուշում է, որ մաքրվելու գործընթացը անընդհատ է եւ շարունակական։ Մարդը չի կարող մի պահ մաքրվել իր մեղքերից, իսկ այնուհետև ոչ։ Մենք ամեն վայրկյան եւ ամեն օր մեղքեր ենք գործում։ Հետևաբար մեղքերից մաքրվելու աշխատանքը նույնպես պետք է լինի ամեն վայրկյան եւ ամեն օր։ Եթե մենք մեր մեղքերից չենք մաքրվում, դա նման է նրան, որ կարծես նույն հագուստը կամ զգեստը հագնենք մեր ամբողջ կյանքի ընթացքում եւ եթե նույնիսկ այն կեղտոտվի, երբեք ու երբեք չփոխենք։ Սա անտրամաբանական է եւ նորմալ չէ, երբ մարդը անընդհատ նույն կեղտոտ հագուստն է հագնում։ Բնականաբար, երբ այն կեղտոտվում է, դու այն անմիջապես լվանում ես եւ նորը հագնում։ Ճիշտ նույն կերպ է նաեւ հոգին։ Հոգին էլ նման է զգեստի, որն անընդհատ մաքրվելու կարիք ունի, եւ ինչպես որ ուշադիր ենք մեր հագուստի նկատմամբ, նույնչափ եւ առավել եւս պետք է հոգատար լինենք հոգու նկատմամբ։ Եթե զգեստի նկատմամբ ենք այդքան ուշադիր, որը անարժեք իր է եւ վաղը կարող է նետվել աղբաման, ապա որքան առավել եւս պետք է ուշադրություն եւ հոգատարություն ցուցաբերենք հոգու նկատմամբ, որն իրենից անգնահատելի եւ բացարձակ արժեք է ներկայացնում, քանի որ Աստծո պարգևն է։ Մարդը պարզապես չի կարող անտարբերություն դրսևորել այս ամենի հանդեպ։